Կա մի նամակ, որտեղ մարդը խորհրդային իրականությունը կոչում է երկրային դրախտ ու կա նույն մարդու ճակատագիրը, որ այդ դրախտից դուրս չի գալիս։ 1977 թվական տպագրվում է Զապել Էսայանի նամակների ժողովածուն, կազմված գրականագետ Արփիկ Ավետիսյանի կողմից։ 1935 թվական Երևան Զապել Էսայանը գրում է Հակոբ Օշականին, վստահությամբ, նույնիսկ ջերմությամբ։ Խոսում է ստեղծագործական ազատությունից, պետական հոգատարությունից, ասում է նյութական հոգսերը կարծես այլևս գոյություն չունեն։ Նա նույնիսկ խոստովանում է. արտասահմանյան կյանքը ինձ համար դարձավ հիշողություն, որից վերջապես դուրս եկա։ Ու այդ տողերի կողքին մի ուրիշ իրականություն, որը նամակում չի երևում։ Զապել Էսայանը Հայաստան էր տեղափոխվել 1933-ին Խորհրդային Միության հրավերով։ Երևանի պետական համալսարանում գրականություն էր դասավանդում։ Սակայն 1937-ի հունիսի 27-ին ձերբակալվում է որպես օտարերկրյա լրտես։ Հարցաքննություններ, որոնք վերածվում են լռության փորձության։ Վկայություններ կան, որ նրան օրերով պահել են ոտքերը կախ, ստիպելով ստորագրել մեղադրանքներ, որոնք նա մինչև վերջ հերքել է։ Երբեմն նամակները ոչ միայն պատմում են ժամանակի մասին, այլև ցույց են տալիս, թե ինչն այդ ժամանակը չի ցանկացել պահել իր հիշողության մեջ։